Շնորհակալություն։ Ինչպես գործընկերներս նշեցին, իրոք մենք գտնվում ենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում, ինչը բավական բարդ է, նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ողջ զգայական շերտերը եւ բնականաբար մենք էլ քաջ գիտակցում ենք, որ այս գործընթացը բարդ է եւ արկա քննադատությունը, իհարկե կառուցողական քննադատությունը լիովին ընդունելի է մեզ համար, սակայն եթե դա այսպես էմոցիոնալ դաշտում չի տեղավորվում միայն։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանում քննարկումների արդյունքում թե ադրբեջանցի գործընկերների հետ, թե Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենդների գաղափար, այսինքն որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակությունները իրենց մաշկից վրա զգան այդ խաղաղության կամ հաստատված խաղաղության, ինչպես հայտարարվում է, դրա օգուտները, դրա արդյունքները եւ բնականաբար բանակցություններ, քննարկումներ են ընթանում նաեւ այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ մեր կողմից հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց ռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս, միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերթաջի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության եւ տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի, այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ եւ նույն օրինակ Ազերթաջի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն խմբագրակազմի հետ։ Այսինքն նման փոքր արդյունքները կարծում եմ բավական կարևոր է հետագայում առաջ շարժվելու եւ փոխվստահության մթնոլորտը կառուցելու ուղղությամբ։ Ինչպես նշեցին գործընկերներս, ամենատարբեր զգայուն հարցեր քննարկել ենք եւ Տիկին Սուլթանյանն էլ ընդգծեց հատկապես գերիների հարցը եւ ելի հաշվի առնելով մեր հանրային արձագանքները կարծում եմ բավական կարևոր է արձանագրել, որ առանց նմանատիպ երկխոսությունների կամ ընդհանրապես առանց բանակցությունների հումանիտար ցանկացած խնդրի կարգավորումը շատ ավելի դժվարանում է։ Նման երկխոսությունները հիմք են ստեղծում, այդ թվում նաև մյուս կողմի մոտ որոշակի պարտավորություն է ստեղծում, որպեսզի իրենց ներդրում ունենան նաև խաղաղության գործընթացում եւ բնականաբար այդ ներդրումներից մեկը վստահորեն կարող է դառնալ հումանիտար խնդիրների եւ մասնավորապես հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Եվ հետաբար ցանկացած ջանք, ցանկացած նախաձեռնություն հանրային, որը գոնե մեկ քայլ կարող է մոտեցնել այդ օրը, վստահաբար պետք է աջակցություն ստանա նաեւ հանրության կողմից։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։